1890 թվականին Պոլսի հնչակյան կուսակցությանը դիմեց 13-ամյա մի աղջիկ։ Նա ցանկություն հայտնեց միանալ կուսակցությանը, բայց կուսակցականները որոշեցին ավելորդ վտանգի չենթարկել 13-ամյա աղջկան եւ նրան չընդունեցին հնչակյան կուսակցության շարքելը, այլ առաջարկեցին անդամակցել թերթին։ Բայց որովհետև վտանգը մեծ էր, որովհետև սուլթանն արդեն սկսել էր էթնիկ զտումները, նրան տրվեց Կալիպսո մականունը եւ Կալիպսոն սկսեց անդամակցել թերթին։ Փորձելով արևմտյան պետությունների ուշադրությունը հրավիրել Թուրքիայում կատարվող այդ վայրագությունների վրա, հնչակները 1890 թվականին Պոլսի Գումգափու թաղամասում գտնվող հայկական եկեղեցու բակում մեծ ցույց կազմակերպեցին, պատառոտեցին սուլթանի նկարները, այս ամենը իհարկե անպատիժ չմնաց։ Ցույցի մասնակիցները ձերբակալվեցին, Խրիմյան հայրիկն ընդհանրապես արտաքսվեց երկրից, բայց ցույցերը դրանով չդադարեցին, բողոքները չդադարեցին եւ 5 տարի անց 1895-ին այս անգամ սուլթանի նստավայրում, Բաբա Ալի կոչվող նստավայրում հնչակները դարձյալ կազմակերպեցին մեծ ցույց, որը, այսպես ասած, լուսաբանում էր նույն լրագրողը, նույն Կալիպսոն։ Մոտ 4000 հայեր հավաքվեցին, որոնց թվում բազմաթիվ երիտասարդներ, կանայք, երեխաներ նույնիսկ, եւ շարժվեցին դեպի Սուլթանի Բաբալի թաղամաս, բայց նրանցից ոչ մեկը, ոչ երիտասարդները, ոչ Կալիպսոն, ոչ երեխաները, ոչ էլ հնչակները չէին էլ պատկերացնում ինչ էր նրանց սպասվում այդ օրը եւ ինչ էր սկսվելու այդ օրը, ինչի սկիզբ էր դրվելու։ Այս ամենի մասին, սիրելի ժողովուրդ, ավելի մանրամասն կարող եք կարդալ իմ 4-րդ Մշուշոտ ճակատագրերի երգը գրքում եւ կիմանաք, թե ով էր Կալիպսոն, ինչ ավանդ ուներ այդ ազատագրական շարժման մեջ եւ ինչու նրա անունը, պատմությունը, այսպես ասած, ոչ արդարացի գտնվեց նրա հանդեպ եւ նրա անունը մոռացվեց, իսկ մեր երկրում Հայաստանում նրա անունը գրեթե չեն լսել։ Գիրքը մնացել է սահմանափակ քանակությամբ, սիրելի ժողովուրդ, կարող եք զանգել 098 90 63 78 կամ 096 99 62 62 համարներով պատվիրել եւ առաքիչները կբերեն ձեր հասցեներով։ Դրսից պատվեր գրանցելու համար կարող եք զանգել WhatsApp կամ Viber 0033 652 41 2801 համարին։ Շնորհակալ եմ։